Կառուցապատման ոլորտում կոլապս, շինարարության ոլորտում անկում, մյուս կողմից անշարժ գույքի շուկայի գերտաքացման ռիսկ։ Ինչ կլինի, երբ 2029 թվականից եկամտահարկի վերադարձի ծրագիրը դադարեցվի նաև մարզերում, պահպանվելով միայն սահմանամերձ բնակավայրերում։ Կառուցապատողների հայկական ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանը Զարգերակ EM-ի հետ զրույցում նշեց, որ այն բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա։ Այս տարի տեմպերը կտրուկ նվազել են, իսկ մարզերից ակտիվ են եղել Կոտայքը, Տավուշը եւ Արագածոտնը։ Ըստ Գրիգորյանի ծրագիրը մի քանի կարևոր խնդիր լուծեց։ Չգրանցված աշխատավարձերի պրակտիկան գրեթե իսպառ վերացավ։ Հայ տղամարդիկ արտագնա աշխատանքի երևույթից հրաժարվեցին։ Տնտեսության ճյուղերը զարգացան։ Ասաց նաև նկատեց, որ ծրագրի շնորհիվ ավելի քան 350 միլիարդ դրամ հարկեր են գեներացվել։ Արվող կարգավորումները չպետք է լինեն այնքան խիստ, որ բիզնեսի ախորժակը փակվի։ Մեր կոչ խնդրանքն է ներդնել փոխարինող գործիք, նշեց նա։ Տնտեսագետ Արմեն Քթոյանն էլ ծրագրի դադարեցման հետ կապված քննադատությունները չափազանցված համարեց։ Կոլապսի նախադրյալ չկա։ Դեռ գործոններ կան, որոնք թույլ կտան պահանջարկը պահել բարձր մակարդակի վրա, բայց չի կարելի խոսել ինչ-որ համակարգային փլուզման մասին։ Քթոյանի խոսքով, եթե ծրագիրը շարունակվեր, ապա այն ֆինանսական շուկայի համար շատ մեծ ռիսկեր կստեղծեր։